Հարգելի հեռուստադիտողներ, հաղորդման այս հատվածում խոսելու ենք մաշկի խնամքից, խոսենք ժամանակակից թրենդերից, առհասարակ առողջ գեղեցիկ մաշկ ունենալու գրավականից եւ իհարկե կպարզենք, թե ինչպես է ստրեսը, առհասարակ ապրելակերպը եւ մեր առօրյա սովորությունները ազդում մաշկի առողջության վրա։ Այսօրվա իմ հյուրն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի մաշկավեներաբան Ռուշտուն Բաբայանը։ Ողջույն, Բժիշկ Բաբայան, շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Եկեք նախ սկսենք նրանից, ինչու են շատերը կարծում, որ ստրեսը նույնքան ծերացնում է մաշկը կամ նույնիսկ ավելին, քան արևը։ Ինչ կասեք այդ մասին։ Տեսեք, ծերացման պատճառներից, գլխավոր պատճառներից մեկը ստրեսն է իհարկե, չհաշվենք եթե արևի ազդեցությունը։ Բնականաբար խոսքը գնում է քրոնիկ ստրեսի մասին, երբ երկարատև ենթարկվում ենք ստրեսի եւ կորտիզոլի բարձր մակարդակ ենք ունենում օրգանիզմում, ինչն էլ նպաստում է տարատեսակ խնդիրներին, թե մաշկային խնդիրներ, թե մազաթափություն եւ թե իհարկե հանգեցնում է ծերացմանը։ Ճիշտ եք ասում, տեսեք, հիմա հասկացա, որ շատ դեպքերում նույնիսկ տեղային ալոպեցիաները, շատ դեպքերում, երբ որ բացառման մեխանիզմում այլ պատճառ չեն գտնում, ուղղորդում են հոգեբանի կամ նյարդաբանի։ Լինում է այնպես, որ մաշկի օրինակ ձգձգվող տևական խնդիրների, եթե այլ պատճառներ չեն հայտնաբերվում, օրգանական, հորմոնալ եւ այլն, դուք էլ ուղղորդեք օրինակ հոգեբանի կամ նյարդաբանի մոտ։ Զուգահեռ իհարկե, եթե կարիք է լինում, անպայման ուղղորդում ենք։ Համատեղ որպեսզի արդյունքը լինի դրական։ Այո։ Ինչպես պահպանել այսպիսի հարց 35-40 տարեկանից սկսած մաշկի երիտասարդությունը, որովհետև շատերը 20-25 մինչև 30 կարծես թե շատ հանգիստ են, կարիք չունեն շատ ջանքեր գործադրելու, բայց գալիս է մի տարիք, երբ զգում ես, որ մաշկը այլևս նախկինը չէ։ Ինչ կասեք այդ մասին, հիմնական սկզբունքը որն է երիտասարդ մաշկի։ Այստեղ հենց մեծ խալը կայանում է նրանում, որ սկսում են ոչ ավելի վաղ։ Տեսեք, կանխարգելումը պետք է սկսել 20 տարեկանից սկսած, խոսքը արևապաշտպանի եւ խոնավացնողի օգտագործման մասին է եւ արդեն հենց բուն հակատարիքային խնամքը 30-ից սկսած պետք է։ Մարդկա ավելի շուտ 25-ից, կախված օրգանիզմից։ Տխուր փաստ ասեցի, 20 տարեկանից մի տեսակ ուզում են շատ հանգիստ ապրել իրենց համար, ոչ մի, այո։ Դե ուրեմն այսպիսի հարց, Բժիշկ Բաբայան, որ տարիքից է անհրաժեշտ ուղղակի սկսել խնամել, ոչ միայն այո, արևապաշտպան է, այդ մասին դեպք կուզենամ խոսել, առհասարակ սուկնել օգտագործել, այո, խոնավեցնող, գիշերային խնամք, կա այդպիսի տարիք, որ դա խիստ անհրաժեշտ է արդեն։ Իհարկե, դեռահասային տարիքից սկսած, երբ ունենում ենք մասնավորապես ճարպոտ մաշկ եւ ակնեի խնդիր, պետք է սկսել խնամք եւ ոչ միայն մնացած այլ մաշկի տիպերի դեպքում էլ, հա, դա լվացման միջոցների օգտագործումն է, խոնավացնող արևապաշտպան եւ իհարկե բուժական միջոցներ, եթե կա կարիք։ Ճիշտ է, որ չոր մաշկն էլ ավելի շուտ է հակված օրինակ ընճռոտման։ Կա այդպիսի բան։ Տեսեք, դա ոնց որ միֆերի մեջ է մտնում, սակայն այո, եթե մաշկը ավելի ճարպոտ է, մի փոքր հնարավոր է ավելի ուշ ծերանա։ Միակ պլյուսը այստեղ։ Միակ պլյուսը այս դեպքում, հա։ Շատ հետաքրքիր միտում կա ժամանակակից բժշկության մեջ համեմատության համար, ասեմ օրինակ, դեմենցիան, հա, կոգնիտիվ հիվանդությունները, նեյրոդեգեներատիվ այսօր համարվում է, որ հիմնական մեղավորը մեր աղիներում է ապրում, ոչ թե մեր ուղեղում։ Ինչ կասեք մաշկի եւ առհասարակ մարսողական համակարգի կապի մասին։ Կասեմ լավ հետաքրքիր ինֆորմացիա, չգիտես ինչու շատ մաշկաբաններ ժխտում են այս ինֆոն, սակայն skin to gut axis կոչված է, որը աղիքների կապ ունի մաշկի հետ, իրականում մեծ դեր ունի, քանի որ տեսեք, եթե մենք ունենք աղիքներում խանգարված միկրոֆլորա, միկրոբիոմ, ինչը իր հերթին ընկճում է իմունային համակարգի վիճակը եւ կարող է առաջանալ հանգեցնել տարբեր մաշկային խնդիրների կամ սրել արկա իսկ մաշկային խնդիրները։ Դրանովից դժվարացնել բուժման process-ը, հա, եթե ավելի հիմնովին չենք մոտենում բուժմանը։ Այո, դրա համար պետք է կոմպլեքս մոտենալ հարցին, չնայած մեծ մասը ասում եմ, ճնշող մեծամասնությունը ժխտում է այդ կապը, բայց իրականում կա եւ կան նույնիսկ ապացուցված հոդվածներ, գիտական հետազոտություններ, որտեղ նշվում է այդ կապի մասին։ Այսպես պետք է հաշվի առնել։ Շատ լավ, այ նշեցիք միկրոբիոմը ինչքան կարևոր է, շատերս խոսում ենք մաշկային բարիերի մասին, որ դա կարևոր է չխախտել, չվնասել, ինչ է առհասարակ մաշկային բարիերը, ինչպես պետք է իրեն պաշտպանել ու չվնասել։ Տեսեք, շատ մարդիկ մասնավորապես երբ չեն ստանում բժշկական ինչ-որ ինֆորմացիա, փորձում են ինքնուրույն խնամել մաշկը եւ տարատեսակ ագրեսիվ քիմիական նյութեր պարունակող լվացման միջոցներ են օգտագործում, որը իր հերթին կարող է վնասել մաշկի պատնեշային ֆունկցիան եւ հանգեցնել տարբեր տեսակի խնդիրներին։ Մասնավորապես դա մաշկի չորությունն է, կարմրությունը եւ օրինակ կարող է առաջանալ որևէ ինչ-որ երկարատև խախտման դեպքում քրոնիկ մաշկային խնդիր, որը արդեն պետք է երկարատև խնամք եւ բուժում իրականացնել։ Դրա համար շատ կարեւոր է հետեւել
այդ ամենին եւ եթե ունենք վնասված մաշկի պատներ, վերականգնել այն։ Օրինակ ինչպես կտեսնի այցելուն, որ ինքը վնասել է մաշկային հենց բարիերը։ Ինչ է դրսևորում, ինչ սիմպտոմներ են։ Տեսեք, ինքնուրույն շատ դժվար է դա հասկանալ, բայց նշված սիմպտոմները, չորությունը, մաշկի կարմրությունը, անգամ ցանավորումները որոշ, դա կարող է վկայել մաշկի վնասված պատնեշային ֆունկցիայի մասին։ Այսօր շատ հաճախ խոսում ենք հակատարիքային, anti-age այսպես կոչված խնամքից, եթե երիտասարդ տարիքում կարելի ասել գեղեցիկ տեսք ունենալը շատ ավելի հեշտ է բազային խնամքի պարագաներ օգտագործել դեպքում, ապա տարիքի դա դառնում է մի փոքր ավելի բարդ։ Եթե կարելի է մի քիչ զարգացնենք այս թեման, ինչքանով եք ըստ ձեզ, ինչքանով եք դուք կողմնակից այ բոլոր միջամտություններին, թե ապարատային, թե ներարկումային, որոնք ուղղված են հենց հակատարիքային եւ էլի հիմնովին ամենակարևոր սկզբունքը որն է ձեր համար։ Տեսեք, նախևառաջ սկսենք խնամքի միջոցներից, որը պետք է առօրյայում օգտագործել, դա հակատարիքային միջոցներից վիտամին C-ն է, վիտամին C շիճուկները, ռետինոիդները, հիալուրոնաթթուն, խոնավացնողը եւ կանխարգելիչ որպես արևապաշտպանը։ Ինչ վերաբերում է ապարատային միջամտություններին, որոնք ռեալ աշխատում են, ոչ թե միֆ են եւ այսպես ուրճեցված ինչ-որ, դա իհարկե լազերային հղկումն է, C2 RF միկրոնիդլինգը, որը նույնպես խթանում է կոլագենի սինթեզը եւ երիտասարդացնում է մեր մաշկը։ Տարատեսակ փիլինգներ, ներարկումային միջամտություններից առանձնացնենք ֆիլլերը եւ բոտոքսը, որը ես ինքս իմ անձնական կարծիքն է գտնում եմ, որ պետք է կիրառել ըստ խիստ ցուցման։ Երկուսն էլ։ Հա, եթե կա խնդիր, բնականաբար պետք է շտկել, բայց կան մարդիկ ուղղակի պրոֆիլակտիկ անընդհատ չունեն կնճիռներ, բայց սիրում են գեր ծանրաբեռնել մաշկը, ես այդքան է կողմնակից չեմ դրան։ Հատկապես ֆիլերների մասին շատ հակասական իդեպ կարծիքներ կան մասնագետների, ոմանք առհասարակ հրաժարվում են, ոմանք էլ կարծես թե նույն վիրահատական միջամտության արդյունք են ստանում ֆիլերով։ Այդ չափազանցվածությունը կա։ Իրականում գիտեք ինչ, շատ կարևոր է ընտրել որակյալ լավ բարձր որակի ֆիլեր, որպեսզի խուսափենք վատ կողմնակի էֆեկտներից եւ բացասական հետևանքներից։ Բնականաբար բարձրորակ թանկարժեք ֆիլերները կարող են լավ արդյունք ապահովել։ Նույնը վերաբերում է նաև բոտուլինոթերապիային։ Պետք է լավ նյութ ընտրել եւ իհարկե լավ մասնագետ։ Եկեք խոսենք այն մասին, օրինակ միջին տարիքի կին է 35+ է, եթե կարելի այսպես իմաց սխեմա մտածենք եւ մեկնաբանենք որն է ամենաճիշտը եւ հիմնական խնամքի ճիշտ մոտեցումը, օրինակ տարեկան 1-2 անգամ դիմել ներարկումային միջամտության ապարատային, բայց ամեն օր օգտագործել, ես ֆիքսեցի, դուք ասեցիք վիտամին C-ն, ռետինոիդները, որոնք ինչքան գիտեմ իրար հաջորդող պետք է օգտագործել, եթե նյուանսը կա, հա, նույնիսկ նույն օրը կարելի է։ Շատ լավ արևապաշտպանը, որ օրինակ ես անձամբ իմ փորձից կիսվեմ, որ շատ հասուն տարիքում եմ իմացել, որ առանց արևապաշտպանի առհասարակ պետք չէ տանից դուրս գալ, ոչ թե 20 տարեկանից, այլ 30-ից։ Այ ինչպիսի հիմք բազա պետք է ունենա կինը միջին տարիքի իր տանը դրված սրվակների հավաքածու եւ ինչքան հաճախ դիմի ներարկումների կամ ապարատային միջամտության։ Տեսեք, բազային մինիմումի մեջ պարտադիր, ինչպես նշեցի, պետք է մտնի խոնավացնող արևապաշտպանը, հակատարիքայիններից վիտամին C-ն, ռետինոիդները եւ եթե միջին տարիքի կարելի է ավելացնել արդեն այս դեպքում հիալուրոնաթթու, ցերամիդներ, պեպտիդներ եւ նաեւ մի քանի նորամուծության մասին հարաբերական համեմատած նորամուծության խոսենք, դա ուրեմն PDRN-ն է, NAD+ թերապիան, էկզոսոմները, որը դեպս ունեն հակատարիքային մեծ էֆեկտ։ Իդեպ NAD+-ը, որը հիմնականում ներերակային է, կատարվում այդ մասին է խոսքը։ Այո, դրա մասին է հենց։ PDRN-ը, եթե կարելի կմեկնաբանենք դրանք ինչ են իրենցից ներկայացնում։ Ստացվում է սաղմոնի DNT-ից, ինքը ունի վերականգնողական հատկություններ եւ բջջային մակարդակով ազդում է երիտասարդացնում, օգտագործվում է շիճուկների տեսքով հիմնականում։ Արտաքին են, այսինքն։ Ինչը չի ասի օրինակ NAD+ թերապիայի մասին, որը հիմնական ներերակային է ստացվում եւ բջջային մակարդակով նույնպես երիտասարդացնում է մաշկը, կենտրոնացնում է հիշողությունը, ուշադրությունը եւ ընդհանուր ինքնազգացողությունն է լավացնում։ Կարելի ասել հակաօքսիդանտ էֆեկտ է թողնում մեր օրգանիզմի վրա, ոչ միայն մաշկի վրա, այլ նույնիսկ մտքի սրության, ուշադրության կենտրոնացման ինչի խնդիրը կարծում եմ բոլորս ունենք, չէ՞, սիրելի հեռուստադիտողներ։ Բժիշկ Բաբայան կմեկնաբանենք, որ մոտեցումն է ըստ ձեզ չափազանցված, այսինքն այն տրենդային է, բայց որից պետք է զգուշանալ, խուսափել, միգուցե չկան բավարար հետազոտություններ, միգուցե հակառակը վտանգավոր են, կան այդպիսիք, որոնք չափազանցված վտանգավոր չի ասի, բայց խիստ գովազդված են ֆիլերներն ու բոտոքսները, էլի եմ նշում, պետք է ըստ ցուցման խիստ, էլի։ Դա իմ կարծիքն է։
Շատ լավ, եթե կարելի է օրինակ բոտոքսը կարծես թե շատ անվտանգ է մեկնաբանվում բոլորի կողմից ու ինձ թվում է, որ իրոք անհանգստության աստիճան շատ է կիրառվում հենց երիտասարդ տարիքից սկսած, երբ որ էական շատ թերություններ կամ կնճիռներ դեռ չեն երևում։ Շատերը մեկնաբանում են, որ քանի չկա, քանի այդ փոսիկները չեն երևում, նույնիսկ լավ է, ինչով է վտանգավոր օրինակ բոտոքսը շուտ սկսելը։ Այդքան շուտ սկսելու մասին չէ վտանգը, ինչքան սխալ կիրառման եւ անորակ նյութի եւ գիտեք, եթե ոչ որակավորված մասնագետ է կատարում, բազմաթիվ բարդություններ կարող են առաջանալ։ Այո, կոպի իջեցում, օրինակ կեսականատեսում եկտեսություն, գալիս են նյարդաբանի մոտ անհանգստանալով, որ ինչ-որ ուղեղային խնդիր ունեն։ Այդ վիճակում։ Եվ իհարկե ասիմետրիան, որ սխալ դեղաչափ են կիրառում եւ տարբերվում է արդեն էլի կնճիռները միմիկ։ Համաձայն եմ, որպես մեկնաբանություն եղել է իդեպ դեպքեր, երբ բուժառուն գալիս է, գանգատում է երիտեսությունից, կոպի իջեցումից, նույնիսկ կլման ակտի դժվարությունից կամ դանդաղումից, ու տեսեք ակնհայտ չէ միանգամից, նույնիսկ բժիշկը չի կարող կռահել, երբեմն ուղղակի գուշակի պես սկսում ես հարցնել, ինչ միջամտություն ես արել վերջերս, որովհետև կարծես պրակտիկ հիվանդը առողջ է եւ պիտի չունենա նյարդամկանային հիվանդություն ու պարզվում է, որ կատարվել է այս կամ այն միջամտությունը։ Դրա համար ես գտնում եմ, որ ցանկացած միջամտություն սկսելուց առաջ պետք է ծանոթանալ հակացություններին եւ եթե դրանք կան, բնականաբար հետաձգել միջամտությունը, ինչը ցավոք ոչ բոլոր բժիշկներն են անում։ Պետք է անկես լինեն։ Այո, համաձայն եմ։ Մենք խոսեցինք ստրեսի ազդեցության մասին, ըստ ձեզ ինչն է նաեւ ազդում առհասարակ առողջ մաշկ ունենալու վրա, ինչ սխալ սովորություններ կան միգուցե, ինչ սխալ մոտեցումներ կան, որ Ասեմ իհարկե, դա վնասակար սովորություններից ալկոհոլի չարաշահումն եւ ծխախոտի օգտագործումը, որոնք նույնպես կարող են հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման։ Արևի ազդեցությունը դա ակնհայտ է, միշտ պետք է պաշտպանվել եւ այստեղ շատ կուզենամ առանձնացնել այն սխալը, որը շատ մարդիկ են կատարում, դա միայն արևոտ եղանակին օգտագործելն է արևապաշտպանը, այնինչ պետք է շուրջ տարի օգտագործել։ Տարին 12 ամիս։ Անպամած է, ձմեռ է, աշուն է։ Նույնիսկ եթե անպամած է, ձմեռ է, մառախլապատ է, միևնույնն է պետք է օգտագործել, քանի որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները ամպերից էլ նույնպես թափանցում են։ Գիտեք, ես նկատել եմ շատ հաճախ ինչն է կաշկանդում կամ միգուցե այդ հավատքը չի ներշնչում, ոչ թե հավատք չի ներշնչում, շատերը ուղղակի մտածում նայ հիմա լավ քսեցի, հետո պիտի 2 ժամ 1 թե ինչքան պիտի թարմացնեմ։ Այսինքն շատերը նույնիսկ դրա ժամանակը չունեն, հուսամ, որ բժշկությունը հատկապես կոսմետոլոգիան ինչ-որ նոր բան կմտածի, առանց վնասելու իհարկե, որպեսզի նույն արևապաշտպանի էֆեկտը մի քիչ երկար տևի եւ մարդ ստիպված չլինի։ Օրինակ, 24 ժամ պայված չլինի, չէ՞։ Այո։ Բժիշկ Բաբայան, մենք շատ ենք խոսում դեմքի մաշկից, բայց նույնիսկ պարանոցից սկսած եւ ամբողջ մարմնի խնամքից շատ քիչ ենք խոսում։ Շատերը այո պնդում են, որ այ պարանոցի, վեներայի օղակներից սկսած շատ կարեւոր է նաեւ իրենց, չգիտեմ, հետեւել ճիշտ խնամել, որովհետեւ դա եւս տարիքը շատ ակնհայտ ցույց է տալիս եւ իհարկե մարմնի խնամքն ենք անտեսում, ինչ կասեք այդ մասին։ Այո, իրականում ցավոք մարմնի խնամքը դուրս է մնում հաճախ, բայց պետք է նկատի ունենանք, որ նույն մաշկն է ուղղակի տարբեր հատվածներում մարմնի եւ նույնպես ունի խնամքի կարիք։ Նույն խոնավացնողը, ռետինոիդները, վիտամին C-ն, այդ բոլորը պետք է կիրառել նաեւ մարմնի հատվածներում, հատկապես բաց տեղամասերին, օրինակ դեկոլտեի հատվածը, ձեռքերին, որոնք նույնպես արևի ազդեցության տակ են մնում։ Խնամքը ենթադրում եմ, որ դրանք հիմնականում քսուկների էլի շիճուկների տեսքով են, որ պիտի ամենօրյա հիմունքներով կիրառվի, այդպես է, հա։ Եվ նաև ավելի էֆեկտիվ է լինում, երբ զուգակցում է ապարատային կամ ներարկումային միջամտությունների հետ միասին։ Այ մեզ շատ հետաքրքիր է մեկնաբանել, խնդրում եմ, որոնք, եթե կարելի է դրանք անվանեք եւ ինչ հաճախականությամբ կարելի է անել։ Ու հիմա տեսեք, ամառ է, պետք է շուտ անել գարնանը, եթե սեզոնայնությունը կապ ունի, դա եւս խոսենք։ Տեսեք, ներարկումները հիմնականում հակասություն չունեն, կարելի է կատարել ցանկացած եղանակին, դա ֆիլերն է, բոտոքսը, մեզոթերապիան, պլազմոթերապիան, որոնք նույնպես ունեն բավականին լավ հակատարիքային էֆեկտ, իհարկե խիստ ըստ ցուցման։ Ինչ վերաբերում է ապարատային միջամտություններին, ոսկե ստանդարտը հենց CO2 լազերային հղկումն է համարվում, մաշկի երիտասարդացման, հարթեցման, մանր կնճիռների շտկման, պիգմենտային բծերի վերացման, լայնացած սակոտիների, հետակնե սպիների եւ նաեւ ստրիաների ու այլ տեսակի սպիների շտկման համար։ Այո, այս ստրիաները, որ ասեցիք, օրինակ եթե շատեր ունեն ազդրերի շրջանում, հետ հղիությունից հետո մնացած այդ հետքերը կարելի է հույս ունենալ, որ օրինակ CO2-ը դա կշտկի։
Այո, զգալիորեն հնարավոր է շտկել, սակայն պետք է հաշվի առնել ինչքան վաղեմության են ստրիաները։ Սովորաբար 6 ամիս եւ ավելի վաղեմության ստրիաները շատ դժվար են ավելի շտկել։ Եթե մի 5-10 տարվա է, այդ դեպքում չի։ Հնարավոր է բարելավել զգալի, բայց բնականաբար լրիվ վերացնել չի լինի ցավոք։ Շնորհակալ եմ շատ, կարծում եմ մենք բավականին շատ թեմաների անդրադարձանք, հուսամ, որ մենք եւս հնարավորություն կունենանք հետագայում անդրադառնալ, որտեղ մաշկի խնամքը, ինչպես դուք գիտեք, շատերիս է հետաքրում եւ ելի ուզում եմ ասել, որ պետք չի ակցենտավորել միայն կանանց, տղամարդիկ եւս այսօր ուրախալի է, որ եւս հետեւում են, խնամում են իրենց մաշկը։ Շատ ողջունելի է դա։ Համաձայն եմ, շնորհակալ եմ Բժիշկ Բաբայան հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք մաշկի առողջությունից, խոսեցինք հակատարիքային առհասարակ մոտեցումներից, բոլոր ապարատային միջամտություններից, խոսեցինք, որ երբեմն չարաշահումը նույնիսկ կարող է վնաս հասցնել եւ իհարկե կարեւոր է գտնել ձեր իսկ վստահելի սիրված մասնագետին, ում հետ դուք ինչ որ ճանապարհ կանցնեք եւ կյանքի տարբեր փուլերում եւ տարիքային փոփոխությունները միասին կպայքարեք։ Շնորհակալ եմ շատ մեր հյուրին, իսկ մենք շարժվում ենք առաջ։